Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1466-րդ օրն է, սկսվեց եւս մեկ պատերազմ, ասացի ես ձեզ երեք խոսելով Աֆղանստանի եւ Պակիստանի միջև մարտերի մասին, իսկ այսօր պետք է նույն խոսքերը ասեմ միայն թե Իրանի, Իսրայելի եւ Ամերիկայի վերաբերյալ։ Բոլոր հնարավոր կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են, Իսրայելի եւ Ամերիկայի հարվածներին սկսել են ուրախանալ բազմաչարչար իրանցիները, կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են հասարակ իրանցիները ուրախությամբ արձագանքում իրենց երկրին հասցվող հարվածներին, այսպիսին են իրողությունները ավտորիտար ռեժիմներում, սակայն իսլամական ռեժիմը դեռ չի հանձնվում, հասցվում են պատասխան հարվածներ Իսրայելին եւ մյուս դաշնակիցներին, Կատարի օդային տարածքում իրանական հրթիռ է որսվել, համաշխարհային լրատվական գործակալությունները հայտնում են պայթյունների մասին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, Էմիրությունների օդային տարածքը ժամանակավորապես նույնպես փակ է թռիչքների համար, ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել Բահրեյնի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին, Իրանի հասցված հարվածների առաջին ալիքի գլխավոր թիրախներից մեկը Իսլամական Հանրապետության առաջնորդներն էին, հույսը անսպասելիության գործոնի վրա էր, մռնչացող առյուծ գործողության կազմակերպիչների մտահղացմամբ հենց առաջին ալիքի ժամանակ պետք է սպանվեին բազմաթիվ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, այս մասին հայտնել են Իսրայելի ուժային կառույցներում աղբյուրները, դատելով Իրանի պատասխան հարվածներից անսպասելիության գործոնը այնքան էլ չի աշխատել կամ աշխատել է ոչ ամեն դեպքում, հուսանք, որ մարտական գործողությունները երկար չեն տևի եւ այս անգամ իրանական տոտալիտար ռեժիմը կտապալվի եւ մերձավոր արևելքի գլխավոր դեստրուկտիվ գործոնը կդադարի գոյություն ունենալ։ Իսրայելի եւ Իրանի ժողովուրդները խաղաղ եւ երջանիկ կյանքի իրավունք ունեն, որի խոչընդոտը իրանական կրոնական ռեժիմն է։ Իմ եթերներում ես պատմել եմ, որ Էրդողանը ամեն կերպ փորձում էր թույլ չտալ հարվածներ Իրանին, պահպանելու համար իր դերը ի հեճուկս Իսրայելի անվտանգության։ Հենց Իրանին հարվածելու փաստը արդեն իսկ հարված է նաև Էրդողանի իմիջին, իսկ հետագա զարգացումների տրամաբանությունը պետք է հանգեցնի տխուր արդյունքների ոչ միայն իրանական ռեժիմի, այլև էրդողանական Թուրքիայի համար։ Կտեսնենք, թե ինչպես կստացվի, բայց համենայն դեպս միտումը այդպիսին է։ Մենք հիշում ենք Անկարայի սպառնալիքները այսպես կոչված բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ, այնպես որ պետք է ուշադիր հետևել, որ Թուրքիան սահմանների պաշտպանության պատրվակով նոր պատերազմ չսկսի, դրանով իսկ ընդլայնելով իր ազդեցությունը Իրանի հյուսիսում։ Իմ տեղեկություններով Ամերիկան արգելել էր Էրդողանին նման քայլի գնալ, բայց Էրդողանը Պուտինի ընկերն է, միգուցե նաև գնա արկածախնդրության։ Պիկանտ իրավիճակում է հայտնվել նաև Ալիևը, նա չի կարող բացեի բաց պաշտպանել Էրդողանի դիրքորոշումը, բայց որ իր սահմանների մոտ պատերազմ է, նա նույնպես անտարբեր մնալ չի կարող, հատկապես հաշվի առնելով, որ Բաքվի պրոպագանդան ասում է, որ Իրանի հյուսիսում ապրողները դրանք հենց իրենց հայրենակից ադրբեջանցիներն են։ Ձգձգվող հակամարտության դեպքում, ինչպես ես ասում էի անցյալ համար, շանսերը, որ կառաջանան անջատողական սպառնալիքներ Իրանի ազգային ծայրամասերում կտրուկ կաճ են, իսկ դա մեծ սպառնալիք է նաև մեր հայրենիք Հայաստանի համար, որը կարող է հայտնվել թուրք-ադրբեջանական օղակի մեջ երեք կողմից, իսկ առայժմ բոլորս ուշադիր հետևում ենք մեր Telegram-յան ալիքին, որտեղ մենք կտեղադրենք ձեզ համար բոլոր հնարավոր նորությունները։ Առավոտը բարի չէր նաև մի շարք ռուսական տարածաշրջանների համար, բարի դրոնների հարվածները հասցվում էին Բելգրադից մինչև Տուլա։ Երեք մեր լրատվականները նորից հիշեցրեցին, որ նաև ֆրանսիական կործանիչներն են ակտիվ աշխատում ռազմաճակատում։ Իդեպ հետաքրքիր է ինչպես կարձագանքի Պուտինը Իրանի վրա հարձակմանը, չէ՞ որ Վենեսուելայից հետո սա Կրեմլի համար երկրորդ խայտառակ փաստն է։ Նշեցնեմ, որ օրերս նրանք զորավարժություններ էին անցկացնում չինական եւ իրանական ծովային ուժերի հետ, ինչը ըստ իրենց տրամաբանության պետք է ազդեր Ամերիկայի եւ Իսրայելի որոշումների վրա։ Ամենայն դեպս այսօր առավոտվանից Ուկրաինայում օդային տագնապը կարծես թե չի դադարում։ Երևի թե Պուտինը ցանկանում է ցույց տալ, թե զբաղված է, հաչի նկատում, որ իր ընկերոջը ճնշում են։ Նախորդին Ռուսաստանի ավելի ու ավելի շատ ռեգիոններ սկսեցին զգալ իրենց առաջնորդի սկսած պատերազմի շունչը, որն այժմ վերադարձել է հենց ռուսներին։ Օդային տագնապի ժամանակ Ռուսաստանում առանձին մարզերում ռուսների մոտ նկատվել են խուճապի որոշակի նշաններ։ Ռուսական
ռուսական MČS-ից շտաբ ծանոթություններ միաժամանակ ստացել են Պերմի երկրամասը, Ուդմուրտիան, Թաթարստանը, Սվերդլովսկի մարզը, Սիրենաները հնչել են նաև Սամարայի, Պենզայի մարզերում եւ Չուվաշիայում։ Իրավիճակը տեղում որոշակի խուճապ է առաջացրել, ինչը նախկինում չկար։ Դպրոցներում եւ մանկապարտեզներում չեղարկել են պարապմունքները, երեխաներին շտաբ տուն են ուղարկել։ Չուվաշիայում ուսումնական հաստատությունների մի մասը տարհանել են նկուղներ, իսկ Ալմետьевսկում սահմանափակել են հասարակական տրանսպորտի շարժը, որոշ քաղաքներում ներառյալ Եկատերինբուրգը տագնապի ազդանշանը մի այլ կերպ էր անհանգստացնում ռուսաստանցիներին։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով Թաթարստանում իրազեկման համակարգը գործել է արտասովոր ձևով, հրթիռային վտանգի հաղորդագրությունները փոխանցել են դամաֆոնների միջոցով նաև, իսկ մուտքերի դռները ավտոմատ բացել են տարհանման դեպքի համար։ Միևնույն ժամանակ արձանագրվում են Ռուսաստանի դեմ հրթիռային հարձակման առաջին իրական հետևանքները։ Տագանրոգում հրթիռի բեկորները, ինչպես հաճախ գրում են ռուսները, ընկել են բնակելի շենքի վրա, վնասելով այն։ Այո, տղաներ, սա պատերազմ է եւ ձեր երկրի երկինքը այլևս վաղուց ձերը չէ։ Պարզապես գիտակցումը ռուսներին հասնում է աստիճանաբար։ Ռուսաստանը այլևս այն չէ, ինչ նախկինում էր, թե ռուսների եւ թե դաշնակիցների համար։ Իրանի ռեժիմը այսօր իր վրա հատկապես դա զգում է։ Օրերս հայտնել էինք ռուսական նավթի ուղղորդման մասին դեպի Կուբա, Sea-Horse տանկերը, որը ենթադրվում է ռուսական նավթեր տեղափոխում Կուբա, փոխել է կուրսը եւ հեռացել կղզուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով նավերի իրական ժամանակում հետևման համակարգերին։ Եթե հիշում եք, ես ասացի, տեսնենք արդյոք Թրամփը թույլ կտա ռուսական տանկերը հասնի Կուբա, փաստացի թույլ չի տվել։ Ամերիկան նաև դանդաղեցրել է Լուկոյլի ակտիվների վերաբերյալ գործարքը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Reuters-ը հստակեցնում է, որ նման քայլը կապված է ամերիկյան կողմի մտադրության հետ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների շրջանակում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Եվս մեկ լուր, որը պետք է շարունակի ճնշումը Կրեմլի վրա, Telegraph-ն է հրապարակում։ Պարբերականը գրում է, որ բրիտանացի եւ ֆրանսիացի դեսանտայիններին նախապատրաստել են Ուկրաինայում որպես խաղաղապահներ տեղակայվելուն։ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում անցկացվել են անգլո-ֆրանսիական զորավարժություններ Օրիոն ծրագրի շրջանակներում, որպիսի զորքերը պատրաստվեն ժամանակակից ռազմական հակամարտություններին։ Այս մանևրները դիտարկվում են որպես նախապատրաստություն Ուկրաինայում խաղաղապահ առաքելության Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Ուկրաինայի զինուժը Ղրիմում ոչնչացրել է Ռուսաստանի հոբ ամենափորձառու սպաներից մեկին, օկուպացված Ղրիմում ոչնչացվել է Ռուսաստանի հոբ ոլորտի ամենափորձառու սպաներից մեկը, ոչնչացվել է Ռուսաստանի հոբ սպա փոխգնդապետ Հասան Տումգոևը։ Ռուսական աղբյուրների տվյալներով նա հրամանատարում էր S-400 զենիթահրթիռային համակարգի դիվիզիոնը եւ զոհվել է հարվածը հետ մղելու փորձի ժամանակ։ Տումգոևը համարվում էր հոբ ոլորտի Ռուսաստանի փորձառու մասնագետ եւ շատ արժեքավոր կադր։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ սպան կատարում էր Ղրիմի ռազմական եւ ենթակառուցվածքային օբյեկտների քողարկելու առաջադրանքը։ Դե ինչպես երևում է, համ լավ չի քողարկել եւ լավ չի քողարկվել, հա, քանի որ ուկրաինական ուժերը նրան լիկվիդացրել են։ Հունգարիայում ընդդիմությունը զանգվածաբար դուրս է գալիս ընտրապայքարից, որպիսի Պետեր Մադյարի կուսակցությանը իրական շանս տա վերջ դնելու Օրբանի 16-ամյա կառավարմանը։ Հունգարիայի միանգամից մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ապրիլյան ընտրապայքարից դուրս գալու մասին, այլ կերպ նրանք փորձում են իրենց ընտրողների ձայները համախմբել Պետեր Մադյարի շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Մադյարի գլխավորած Տիսա կուսակցությունը այսօր առաջ է անցնում Օրբանի իշխող Ֆիցոյից, վերջին հետազոտություններից մեկը արձանագրել է արդեն 20 կետով Օրբանի կուսակցությանը գերազանցելու փաստը։ Երեկվա եթերում ավելի մանրամասն եմ անդրադարձել այս թեմային։ Պոլիտիկոն հայտնում է, որ Մակրոնը շտապում է օգտագործել իր վերջին շանսը Եվրոպան ֆրանսիական միջուկային անձրևանոցով ծածկելու համար կամ հովանոցով, հա, երևի։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը մտադիր է օգտագործել իր պաշտոնավարման մնացած 14 ամիսները առաջ մղելու Եվրոպայի համար ֆրանսիական ընդլայնված միջուկային վահանի գաղափարը։ Մինչ Մակրոնի հեռանալը մնացել են 1 տարուց մի փոքր ավելի ժամանակ, եւ նա ցանկանում է այդ ժամանակը օգտագործել ֆրանսիական միջուկային զինանոցի դերը եվրոպական անվտանգության համակարգում վերասահմանելու համար։ 2027 թվականի նախագահական ընտրությունների մոտենալուն պես Մակրոնը ձգտում է ամրագրել այնպիսի ռազմավարական որոշումներ, որոնք հաջորդ նախագահների համար դժվար կլինեն չեղարկել։ Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի երկու միջուկային տերություններից մեկն է Մեծ Բրիտանիայի հետ միասին։ Նրա զինանոցը ներառում է մոտ 300 մարտագլխիկ։ Ի տարբերություն Լոնդոնի, Փարիզը չի մտնում ՆԱՏՕ-ի միջուկային պլանավորման խմբի մեջ, սակայն ավանդաբար
ընդգծում է իր կենսական շահերի եվրոպական չափումը։ Եվրոպան նոր երաշխիքներ է փնտրում, տասնամյակներ շարունակ ամերիկյան միջուկային վահանի վրա հույս դնելուց հետո եվրոպական մայրաքաղաքները ավելի հաճախ են քննարկում Ֆրանսիայի ավելի ակտիվ դերը մայրցամաքի անվտանգության հարցում։ Սրա համատեքստը Ռուսաստանի շարունակվող պատերազմն է Ուկրաինայի դեմ եւ Թրամփի քաղաքականության անկանխատեսելիության վերաբերյալ մտահոգությունները, քննարկվող նախաձեռնությունների թվում են մարտագլխիկների թվի ավելացումը, եվրոպական գործընկերների մասնակցությունը պոկեր ռազմավարական վարժանքներին, ինչպես նաեւ միջուկային զենք կրող Ռաֆալ կործանիչների տեղակայումը եվրոպական այլ երկրների տարածքում։ Ամենառադիկալ քայլը կարող է լինել ֆրանսիական միջուկային մարտագլխիկների տեղադրումը երկրից դուրս, ինչը ապագա նախագահի համար դժվար կլինի չեղարկել առանց Փարիզի հեղինակությանը վնաս հասցնելու։ Այնուամենայնիվ, ֆրանսիական իշխանությունների համար մնում է սկզբունքային կարմիր գիծը, միջուկային զենքի կիրառման վերջնական որոշումը պետք է մնա բացառապես Ֆրանսիայի իրավասության ներքո, իսկ Պուտինի ուժերը անձնակազմի առումով հաստատ սկսել են սպառվել, ինչը 2 օր ինտենսիվ մարտերից հետո բերեց դրանց քանակի իջեցման։ Նախորդին ռազմաճակատում տեղի է ունեցել 146 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 770 օկուպանտի եւ նրանց 1805 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,265,900-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ամերիկայի միջև բանակցությունները մոտենում են կրիտիկական կետին։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ Մոսկվան կարող է դուրս գալ բանակցային գործընթացից արդեն մոտ ժամանակներս, եթե Կիևը չհամաձայնի տարածքային զիջումների։ Զրուցակիցները պնդում են, որ ռուսական կողմը ամերիկյան ներկայացուցիչներին ուղղակիորեն հասկացրել է առանց տարածքների վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման վերանայման հետագա բանակցությունները կորցնում են իմաստը։ Ընդ որում հաղորդվում է, որ մյուս հարցերի զգալի մասը իբր արդեն համաձայնեցված է եւ հենց տարածքային բլոկն է մնում խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթը կդառնա վճռորոշ եւ կա շանս, որ կողմերը կկարողանան դուրս գալ նախնական հուշագրի ստորագրմանը։ Առանցքային սցենարներից մեկը Կիևի համաձայնությունն է զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի առանձին հատվածներից։ Այդ դեպքում կարող է օպերատիվ կերպով կազմակերպվել գագաթնաժողով Պուտինի, Թրամփի եւ Զելենսկու մասնակցությամբ պայմանավորվածությունների վերջնական ամրագրման համար։ Մոսկվան պատրաստ է նաեւ թույլ տալ Ամերիկայի մասնակցությունը հնարավոր զինադադարի մոնիթորինգին, սակայն կատեգորիկ դեմ է ուկրաինական տարածքում օտարերկրյա զինվորականների տեղակայմանը, նշվում է Bloomberg-ի նյութում։ Բացի այդ, ըստ աղբյուրների, Ռուսաստանը այլևս չի պնդում ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակման վրա, ինչը նախկինում սկզբունքային պահանջներից մեկն էր։ Առանձին բարդ հարց է մնում Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը։ Ռուսաստանը առաջարկում է արտադրվող էլեկտրաէներգիան բաշխել կողմերի միջև Ամերիկայի մասնակցությամբ, մինչդեռ Կիևը պնդում է հավասար բաշխում ուկրաինացիների եւ ամերիկացիների միջև։ Ճիշտն ասած, պարզ չէ ինչու է Bloomberg-ը ռուսական նարատիվներով նման նյութ պատրաստել։ Այս գործակալությունը շատ հաճախ է տարօրինակ նյութերով հանդես գալիս։ Ի սկզբանե պարզ էր, որ Ուկրաինան չի համաձայնելու եւ Ռուսաստանը տարածքային հարցը առաջ է բերել, որպեսզի բանակցությունները չկայանան։ Եվ նման կարգի նյութերով Bloomberg-ը կարծես աղավաղում է ինֆորմացիոն դաշտը։ Ես սա ձեզ համար ընթերցեցի, որպեսզի դուք իմանաք, թե ինչ նարատիվներ են դուրս գալիս Մոսկվայից, իսկ որ Bloomberg-ի նյութը հենց Մոսկվայից է դուրս եկել, ինձ թվում է ակնհայտ է։ Ուկրաինան չի գնալու տարածքային զիջումների եւ նման կարգի արտահոսքերը ուղղակի Ռուսաստանին որպես արդարացում է ներկայացվում, բայց ինձ թվում է դժվար թե սա փրկի Պուտինին։ Լուրերը շատ կարևոր են, հուսամ Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով մեր լսարանի տեսադաշտից ոչինչ դուրս չի մնա։ Հիշում եք, թե ինչպես էին 90-ականներին Մոսկվայում կատակում, թե Բիլ Քլինտոնը շուտով սաքսոֆոն է նվագելու Մոսկվայի գետնանցումներում, իբր Ռուսաստանը այնքան հզոր է դառնալու, որ Ամերիկայի նախագահները որպես փողոցային երաժիշտ են աշխատելու իրենց մոտ, բայց իրականությունը այլ ստացվեց։ Կիևը արևմտյան լիդերներին առաջարկում
առաջարկում է ոչ թե գետնանցումներ, այլ թոփ խորհրդականների աթոռներ, Ուկրաինան տնտեսության վերականգնման համար հզոր թիմ է հավաքում, որին արդեն միացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը։ Ինչպես հայտնում է Independent-ը, Սունակը պաշտոնապես դարձել է Զելենսկու անվճար խորհրդականը, Կանադայի նախկին փոխվարչապետ Խրիստիա Ֆրիլանդի հետ միասին նա կառուցելու է հաղթանակի տնտեսական հիմքը։ Մեջբերեմ արևմուտքին պետք է ուժեղ Ուկրաինա, իսկ Ուկրաինային հզոր տնտեսություն, շեշտել է Սունակը։ Երեկ կայացած առաջին նիստին Զելենսկու հետ նույն սեղանի շուրջ նստած էին Համաշխարհային բանկի եւ այնպիսի հսկաների ղեկավարներ, ինչպիսիք են BlackRock-ը եւ Citigroup-ը, քննարկում էին ոչ թե պարզապես գոյատևումը, այլ ներդրումները էներգետիկայի եւ ռազմարտունաբերության մեջ, մինչ Կրեմլը վարձկաններ է փնտրում Հյուսիսային Կորեայում, Ուկրաինան վարձում է աշխարհում լավագույն ուղեղները։ Կրեմլը այնքան է տարվել միջուկային սարսափազդու պատմություններով, որ Զելենսկին արդեն սկսել է ծիծաղել։ Sky News-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրիտանիան եւ Ֆրանսիան պատրաստվում են Կիևին միջուկային զենք տալ, Ուկրաինայի նախագահը պարզապես ծիծաղեց, ասելով հաճույքով, բայց նման առաջարկություններ չեմ ստացել։ Ոչ, դա տեղի չի ունենում, նույնիսկ Պեկինը լվաց ձեռքերը հայտարարելով, որ նման տվյալներ չունի։ Մոսկվայի հերթական ֆեյքը փուչիկի պես պայթեց։ Սակայն երբ խոսքը վերաբերեց Իրանին, Զելենսկին այլևս չէր կատակում։ Նախագահը հստակ հայտարարեց, նա կաջակցի Իրանի ռեժիմի դեմ Ամերիկայի ռազմական գործողությունը։ Մեջբերեմ, ես կաջակցեի ռեժիմի, այլ ոչ թե մարդկանց դեմ ուղղված գործողությունը։ Սա մեծ տարբերություն է, ընդգծեց Զելենսկին։ Նա հիշեցրեց, որ Թեհրանը տարիներ շարունակ ապակայունություն է արտահանում, ոտնահարելով սեփական քաղաքացիների իրավունքները եւ սպառնալով աշխարհին։ Երեկ դեռ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ծայրաստիճան դժգոհ է Իրանի հետ բանակցություններից, Միացյալ Նահանգները լայնածավալ գործողություններ է սկսել Իրանում։ Այս մասին արդեն Դոնալդ Թրամփը հայտարարեց արդեն իր սոցիալական հարթակում շաբաթ օրը փետրվարի 28-ին տեսաուղերձում։ Ուկրաինան պաշտոնապես հայտարարեց Իրանի ժողովրդին աջակցելու մասին, Թեհրանի ռեժիմը մեղադրվում է ահաբեկչության եւ բռնաճնշումների մեջ։ Ուկրաինան հայտարարել է Իրանի ժողովրդին աջակցելու մասին տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին եւ մեղադրել Թեհրանի ռեժիմին ահաբեկչության եւ բռնաճնշումների մեջ։ Այս մասին ասվում է մեր արտգործնախարարության մեկնաբանության մեջ։ Մեջբերեմ, Ուկրաինան աջակցում է Իրանի ժողովրդին, այլ ոչ թե ռեժիմին, նշում են մեր դիվանագետները։ Սա հստակ ուղերձ այն մասին, որ ազատատենչ իրանցիները մենակ չեն իրենց պայքարում, իսկ Կրեմլի դաշնակից ռեժիմի օրերը հաշված են։ Հուսանք, որ հենց այդպես էլ կլինի։ Շաբաթ օրվա գիշերը փետրվարի 28-ին բարի դրոնները հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ռազմավարական օբյեկտի վրա, խոցվել է Ալբաշնեֆցկ նավթավերամշակման գործարանը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաստատել է, որ դրոնները հարվածներ են հասցրել Նավամինսկայա ստանիցայի գործարանին, ինչի հետևանքով ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Պետք է նշել, որ նախկինում ռուսական իշխանությունները երբևէ պաշտոնապես չէին հայտնել, որ դրոնների արձակման հետևանքով նավթավերամշակման գործարան է վնասվել կամ այրվում։ Սա առաջին դեպքն է, երբ ռուսական տեղական իշխանությունները խոստովանել են, որ նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել է հենց դրոնների հարձակման պատճառով։ Ալբաշնեֆցկ գործարանը վառելիքով եւ քսուքային նյութերով մատակարարումներ է անում ռուսական բանակին, ուստի այն օրինական թիրախ է Ուկրաինայի զինուժի համար։ Ինչպես արդեն ասել էի, վերջին շրջանում հարվածները շատ են, թե ռազմաճակատում, թե օկուպացված տարածքներում եւ թե Ռուսաստանի ներսում։ Նախորդին Ուկրաինայի զինուժը խոցել է ռուսների կենտրոնացման 9 շրջան։ Բոլոր մանրամասները ներկայացրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Խոցումները գրեթե 24 ժամ է։ Այս պահին, երբ ձեզ համար եթեր էի պատրաստում, Գենշտաբը դեռ մանրամասներ չի ներկայացրել երեկվա հարվածների մասին, այնպես որ ունենք միայն կադրերը մեր Telegram-յան ալիքում։ Հենց լինի այլ տեղեկատվություն, անպայման ձեզ կհաղորդեմ։ Իրենց հերթին շաբաթ գիշերը ռուս ագրեսորները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 1 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ եւ 105 տարբեր տիպի դրոններ։ Ուկրաինական ՀՕՊ-ը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խոցել կամ ճնշել են թշնամու թիրախների մեծ մասը 106-ից 96-ը։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել են Ուկրաինայի զինուժի ռազմաօդային ուժերը։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում եւ մինչ նոր հանդիպում, քանի որ իրավիճակը պատերազմական են, հնարավոր են նաեւ արտահերթ եթերներ։ Մնաք բարով եւ ամենագլխավորը անփորձանք։